Մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Իսկ այդ պատերազմի եռագլուխ բարեգործները մանկապարտեզները գողացել սեփականաշնորհել են, գողացել եւ մենք հիմա իրանց շլնքից բռնած այդ մանկապարտեզները վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետությանը։ Եվ շնորհավորում եմ ձեզ այդ առիթով։ Եվ ելի եմ ասում, վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական բանա, բլոկբաստեր է հիշեցնում։ Այն բան տեսել եք, չէ, լրտեսական կինոներ կան։ Լրտեսական կինոյի մեջ ենք մենք ապրում, ժողովուրդ ջան։ Հիմա պարզվում է կալուգացի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցը։ Ես որ ասում էի, ժողովուրդ, ասում էի, որ դրանք այդ որ ասում են միլիարդ ունեցվածք եւ այլն, որ ասում էի դրանք ընդամենը ուրիշների սեփականությունը, ուրիշների սեփականության կառավարիչներ են, որովհետև ուրիշները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ժամանակ չունեն դրանով զբաղվել։ Շատերը դա չափազանցություն էին համարում։ Ես որ ասում էի մի մարդ կա մինչև տարվա վերջ բոմժա դառնալու, շատերը չափազանցություն են։ Ես կարծում եմ, որ մենք տեսնելու ենք այդ process-ը եւ այդ process-ը արագանում եւ հիմա միջազգային հետաքննող մամուլը տվյալ ապացույց հրապարակել։ Այդ մարդիկ չեն էլ հերքում, երեք ես ասում եմ, նույնիսկ Պետրոս Առաքյալը Հիսուս Քրիստոսին 3 անգամ ուրացավ։ Այդ մարդկանց հավատարմությունը, չնայած դա հավատարմություն չի, վախում են, բա որ ուրանան, երկրորդ փաստը բացվի, բա որ ուրանան երրորդը բացվի, բա որ ուրանան չորրորդը բացվի, ու դատի չեն տալիս։ Հետի գործով ընկել են միջազգային արբիտրաժները Հայաստանի Հանրապետությանը դատի են տալիս։ Ասում են մենք ուժեղ իրավաբանական թիմ ունենք, բայց ինչի դատի չեք տալիս։ Որովհետև անհերքելի են փաստերը, եւ այդ մարդը օտարերկրյա հատուկ չգիտեմ էլ ինչ կոչում ունի, սերժանտա, լեյտենանտա, ավագ լեյտենանտա, թե ինչա, եկել է ուզում է հավակնում է, որ առաջնորդի Հայաստանի Հանրապետությունը։ Էլ չեմ ասում ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ պատգամավորի տեխնացու կարող լինի, ոչ վարչապետի տեխնացու լինի։ Էլ չեմ ասում, որ մենք ինչպես խոստացել ենք, հեծը մենք այսօր վերադարձրել ենք պետությանը եւ վերադարձել ենք կոպեկներով սեփականաշնորհված եղել քիչ չի։ Հիմա ինչա պարզվում։ Պարզվում մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող են գրել։ Մանկապարտեզի վրա ավել հոսանքի փող են գրել դրե գրպանները։ Զորամասի մեր բանակի, մենք կոպեկ ենք անում մեր բանակի կարիքները հոգալու, այդ մարդիկ մեր բանակի վրա ավել հոսանքի փող են գրել եւ այդ փողը դրել են իրանց գրպանները։ Իրանց կլանի անդամ շարքային տեսուչներ կան հոսանքի, նոր է բացահայտվել մի շաբաթ առաջ։ Երևանում 11 հատ բնակարան ունի, 11 հատ բնակարան, եւ այդ մարդիկ խոսում են բարեգործության մասին, այդ մարդիկ գող են, այդ մարդիկ թալանչի են, եւ այդ վնգունը դուրս է գալիս, որովհետեւ ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները։ Եվ հեղափոխությունից հետո 6 մոտավորապես տարբերական 8 միլիարդ դոլար մենք դրել ենք Հայաստանի, իրանց գրպաններից հանել ենք եւ դրել ենք Հայաստանի Հանրապետության կարիքների համար։ Եվ ես ուրիշ բանից եմ ներվայնանում, ժողովուրդ ջան, որ այսքան սարքել ենք, բայց հələ այնքան սարքելու բան կա, որովհետև իրանք այնքան են թալանել, որ 8 տարիա վերադարձնում ենք, դե ծերը չի երևում, բայց մենք այս ճանապարհով գնալու ենք մինչև վերջ, եւ ինչպես ասել եմ, Սերժին, Ռոբերտին եւ Կալուգացուն եւ բանին, Գագոին, ոնց որ իրանք եղել են 2 բոթասի մակարդակի, մենք իրար հետ իրաց պետք է հասնենք 2 բոթասի մակարդակի, որ իրանք 2 բոթասով յոլակ գնան եւ դալին իրանց բարեկեցության բարձրակետը։ Ավելին ասեմ, մենք վերջերս Կոտայքի նախկին մարզպետ Գագիկի Փեսա, Կարապետ Գուլոյանի դղյակը վերադարձրել ենք
բռնագրավել ենք, հիմա դա պետական է, հիմա դա իրանց է չի, հիմա ձերն է ժողովրդի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, բայց առաջիկայում շատ ավելի մեծ իրադարձություններ են սպասվում, ինչպես ես 2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ խոստացա, որ Հայաստանի Հանրապետությունը բաժնեմաց կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ դա արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին հունիսին ասցի, սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցավ։ Եվ իմիջայլոց 2018 թվականից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավել փողա վճարել պետական բյուջե 300 միլիարդ այդ փողերով է որ մենք առողջության ապահովագրություն ենք անում այդ փողերով է որ մենք թոշակ ենք բարձրացնում եւ առաջիկայում ես ասում եմ որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ կպետականացվի, կազգայնացվի։ Վաղը Արարատում ենք լինելու իդեպ Արարատ ցեմենտի բոլոր աշխատակիցներին հրավիրում եմ մեր հավաքներին այդ մեծ իրադարձությունը իրար հետ նշելու եւ իմիջայլոց էլի բարեգործության մասին Այնտեղ դրվագներ կա եւ ես կարծում եմ կապացուցենք, որ հարկերի միլիարդավոր դրամների հարկեր են թաքցրել, բոլորը եւ այդ բոլորը Ջորջան, ծավալը մեծ է գողացածի, ծավալը մեծ է եւ կամա եւ ինչքան էլ արագացնենք դեռ երկար է տևելու Զինվեք համբերությամբ, չի լինելու, որ առաջիկա շաբաթ-կիրակի օրը մենք ասենք, որովհետև դա մի տոպրակ չի, մի սամասվալ չի, մի ավտոբուս չի, ոչ է 25 գրուզավիկ է, որ բերենք կանգնացնենք, ասենք էսա։ Դա շատ խոսքը միլիարդների մասին է, եւ այդ բոլոր միլիարդները դառնալու են այս երեխեքի բարեկեցություն։ Ես ձեզ դա խոստանում եմ, բայց ամենակ խոստում չի, սա կատարվածի այսօր տեղի ունեցողի տրամաբանական շարունակությունն է։ Հաջորդը, հիմա էլի այդ լրտեսական բլոկբաստերի շրջանակում հիմա պարզվում է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք հանգիստ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցության։ Դե ղեկավարը ավելի ցածր կոչված, եթե ասենք Կալուգացին լեյտենանտա, բանը այդ Գագիկը ենթադրում եմ կամ եֆրեյտոր կամ սերժանտ այդ բանկարդակի, որտեղ հա ճիշտ եմ, իմիջայլոց սա շատ կարևոր հարց է, որին մենք պետք է անպայման խորանանք եւ անդրադառնանք։ Եվ այս երկրորդ հատվածը դուք հիշում եք 2023 թվականին մամուլում հայտնվեց հրապարակում Ռոբերտ Քոչարյանի ձայնային հաղորդագրությունը, որով ինքը օտար լեզվով, օտար երկրի ներդիմում, ասելով, որ դուք ինձ մտցրել եք քաղաքական դաշտ, հիմա ես վատ վիճակում եմ, խնդրում եմ ինձ դուրս բերեք քաղաքական դաշտից։ Այն ժամանակ իրանք ասին դա կեղծ է, արհեստական ինտելեկտով է սարքած։ Ես այն ժամանակ կոչ արեցի, որ հասարակական կազմակերպությունները ձայնագրությունը փորձաքննության ենթարկեն։ Բայց չի ենթարկեց ոչ մեկ փորձաքննության։ Հիմա ես ասում եմ հետևյալը. ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ երաշխավորում եմ, որ այդ ձայնագրությունը իսկական է եւ օրիգինալ է։ Եվ այդ մարդը ազդեցության դա դրա ապացույցն է, ազդեցության գործակալ է։ Իրանք երեքն էլ այլ երկրի շահերի ներկայացուցիչ են։